Օձունի նեղլիկ փողոցներից մեկում է ապրում բոլորին հայտնի շատերի համար իսկական հրաշագործ Սվետլանա Տատիկը։ Ռուս ու հույն ծնողներ ունեցող Տատիկը ծնվել է Ալավերդիում, ամուսնացել Օձուն գյուղում։ Հազարու մի տեսակ դեղաբույսերով Սվետլանա Տատիկն արդեն մի քանի տասնամյակ բուժում է վերքեր, այրվածքներ, տարբեր հիվանդություններ։ Իսկ ամեն ինչ սկսվեց դեռ երիտասարդ տարիներին, երբ հարևանի երեխաներից մեկը էլեկտրահարվեց, մյուսը այրվածքներ ստացավ ու ինքն էլ ստիպված եղավ օգնել։ Այդպես մեկ-երկու անգամ օգնության հասավ, ստացվեց բուժել վերքերն ու սկսվեց մարդկանց օգտակար լինելու անվերջ ձգվող պատմությունը։ Սվետլանա Տատիկն արդեն երիտասարդ չէ, 85 տարեկան է, սակայն հանգիստ չունի։ Գրեթե ամեն օր նրա տուն մարդիկ են գալիս տարբեր առողջական խնդիրներով, ասում է, արդեն հոգնել է ծերությունն իրենն ասում է, բայց անտարբեր մնալ չի կարող։ Ասում է շուտով կգա իր ամենածանր շրջանը, կանայք կսկսեն պահածոներ պատրաստել ու անզգուշության պատճառով տարբեր աստիճանի այրվածքներ կստանան ու կդիմեն իրեն։ Օձունում եւ հարևան գյուղերում ասում են, թե ռուս Սվետան հատկապես այրվածքների հրաշագործն է։ Я не могу понять, почему идут в больницу, начинают лечиться неделю-две, хуже и возвращаются ко мне. Из России тоже звонят, идут, из Америки звонят, пока начинаешь так. Ես չեմ հասկանում, գնում հիվանդանոց 1-2 շաբաթ բուժվում ու հետո գալիս են ինձ մոտ։ Պատկերացրեք, Ռուսաստանից էլ են գալիս, Ամերիկայից են զանգում, տոմս են առնում գալիս։ Մեկը կար բենզինից այրվել էր, ստիպված ես բուժեցի։ 2 շաբաթ հիվանդանոցում էր պարկել, զարմանում եմ, ինչ մարդիկ են։ 1 ամիս այրվածքով պարկում են, երբեմն նաև բժշկի չեն դիմում, ահա այդպիսի բաներ։ Вот и сейчас я удивляюсь, что за люди. Месяц ожог был пьяный, упал на печку и все сжег. И ногу. Месяц ничего не делали, думали, что пройдет. Я говорю, здесь же близко 5 минут ходьбы ногами. Իր բուժման մեթոդների բույսերի մասին շատ խոսել չի սիրում Սվետլանա Տատիկը։ Ավելի շատ ոչ թե որպես գաղտնիք է պահում, այլ քանի որ վախենում է, որ մարդիկ առաջին տեսածից ու լսածից կսկսեն ինքնաբուժությամբ զբաղվել ու կվնասեն իրենց։ Да я же не могу все объяснять. Это объясню, потом это начнут, неправильно сделают, потом что? Из морозника, из корня делаю лекарства. Из подсолнуха цветки. Ես չեմ կարող ասել, թե ինչ դեղաբույսեր եմ օգտագործում, հենց որ պատմեմ, հետո կսկսեն սխալ օգտագործել։ Հետո ինչ օրինակ արևածաղկի ծաղիկներից են պատրաստում, կամ թե տարբեր բույսերից, բայց ասելն անիմաստ է։ Հետո սխալ բան կանեն, իսկ ես մեղավոր դուրս կգամ։ Потом я буду виновата, не хочу. Սվետլանան թեև ծնվել ու մեծացել է Ալավերդիում, սակայն հայերեն գրեթե չի խոսում, թեև ամեն բան հասկանում է։ Ամուսինը, որ վերջերս մահացավ, շատ էր չարչարվում, որ հայերեն խոսի Տատիկը, բայց իզուր։ Տատիկը 4 երեխա ունի, թոռներ ու ծոռներ, բոլորն ապրում են իրենից հեռու։ Վերջերս երկարատև բաժանումից հետո հաջողվեց տեսնել որդիներից մեկին, ով առողջական խնդիրներով հիվանդանոց էր ընկել ու Սվետլանա Տատիկը լուրն իմանալուց հետո իր դեղաբույսերը հավաքեց ու հասավ նրան օգնության։ Его положили в больницу. И в какую больницу? Те, которые лежат туберкулезом, в одной палате столько, и его с ними положили. А меня это взбесило. Нельзя такие вещи делать. Նրան հիվանդանոց էին պարկեցրել տուբերկուլյոզով հիվանդների հետ, ինձ դա բարկացրեց, չի կարելի այդպիսի բաներ անել, ես շտապ նստեցի ինքնաթիռ ու հասա նրա մոտ, չի կարելի նման բան անել, ախր բուժող բժիշկն էլ հայ էր, ինձ շատ բարկացրեց, տղայիս ասի հագնվիր գնացինք, բժիշկն ասավ ոնց, ով ասեց, ասի ես, տեսնեմ առավոտ շուտ մի բուր դեղ է խմում, այդպես էին нշանակել, բժշկին ասում եմ, այս ինչ եք անում, ուզում եք, որ ստամոքսը ցանցի վերածվի, ահա այդպիսի բաներ։ Смотрю, прямо брно в сенс, мибур, дега. Утром на голодный желудок пьет. Я говорю, что хотите сделать, чтобы желудок сетка была? Вот такие вот вещи. Ընդհանրապես բոլորին մի խորհուրդ է տալիս Սվետլանա Տատիկը երկար ու առողջ ապրելու համար պետք է բացառել ծխախոտն ու խմիչքը, բայց ամենագլխավոր խորհուրդն է երբեք ու ոչնչից չվախենալը, վախը սթրեսի հետևաբար տասնյակ հիվանդությունների պատճառ է։ Кто пьет и курит, 20-30 лет хлюма и рахкянкица. Когда человек боится, получает стресс. Этот стресс дает на поджелудочную железу такие болезни, что врачи вообще не имеют представления, что это такое.
Ով խմում ու ծխում է, հավատացեք, 20-30 տարի ձեր կյանքից է խլում։ Ես բոլորին ասում եմ՝ մի վախեցեք, երբ մարդ վախենում է, այնպիսի հիվանդություններ է առաջացնում, որ բժիշկները չեն էլ պատկերացնում, այնպես որ պետք չի վախենալ։ Ничего не хотят делать. Я не могу понять, или не знают, или не хотят. И меня удивляет, столько есть лекарства в аптеке, и эти лекарства. Ընդհանրապես դեռ մանկուց Սվետլանան չափազանց հետաքրքրասեր է եղել, նկատել ամեն ինչ, ինչ շրջապատում է իրեն։ Երիտասարդ տարիներին հաճախ էր հեռավոր սարեր գնում ամուսնու հետ, այս կամ այն դեղաբույսը հավաքելու։ Հիմա դժվար է քայլում։ Ասում է բժիշկներն իրեն երբեմն մեղադրում են նեղանում, որ մարդիկ նախընտրում են ոչ ավանդական բժշկությունը, իսկ նրանց Սվետլանան պատասխանում է. Вот на меня, если врачи обижаются, почему ко мне больше приходят? Я сказала, лечите. Ես ասում եմ, դե բուժեք, որ չգան։ Հիվանդանոցից են գալիս ինձ մոտ, ասում են չօգնեց։ Գիտեք, մարդիկ շատ հաճախ իրենց ներշնչում են ինչ-որ հիվանդություն ու այդ հիվանդությամբ վարակվում են։ Չի կարելի նման բաներ անել։ То, что ты сказала, Рак. Не надо такие вещи делать. Սվետլանա տատիկն, ինչպես ասացինք, արդեն 85 տարեկան է, երկու անգամ տան աստիճանավանդակներին ծմրանն այնպես ընկել, որ բազմաթիվ կոտրվածքներ է ստացել, հիվանդություններ ձեռք բերել։ Ասում է ինքն իրեն բուժել է, բայց միևնույնն է ակտիվ կյանքով ապրել չի կարողանում։ Առաջ շատ էր սիրում այգի մշակել, ծաղիկներ աճեցնել, հիմա շատ է ափսոսում, որ այգու ծաղիկները պակասել են։ Փոխարենը շարունակում է սիրել ու խնամել իր փափկամազիկ կատուներին, շներել ունեցել է, թվոք նրանք ավելի կարճ են ապրել։ Սվետլանա տատիկի հարազատները շատ են փորձել նրան գյուղից տանել, դե քանի որ միայնակ ապրելը դժվար է, ինքն ամեն անգամ ստիպված է մերժել նրանց հրավերները։ Ну, каждый день звонят и спрашивают, мама, ты как? Вот так. Так что... Ամեն օր զանգում են հարցնում ոնց ես, ասում եմ նորմալ ամեն ինչ, ասում եմ իսկ ես հիվանդներին ոնց թողնեմ գամ, ասում են հա ուրեմն բոլորի մասին դու մտածում ես, իսկ մեր մասին չես մտածում, չէ չի կարելի այստեղ թողնել ու գնալ։ Брошу, ага, смотри, для других ты думаешь, а о нас не думаешь. Нельзя оставить бросить. Գյուղի իր տունը չթողնելու եւս մի պատճառ ունի Սվետլանա տատիկը, այստեղ է ամբողջ կյանքն ապրել սիրելի ամուսնու հետ, այստեղ են նրա հիշողությունները, որոնք կյանքի մայրամուտին իրեն ապրելու ուժ են տալիս։ Մերիկոլոլյան, Դավիթ Թամազյան, անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։